Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու եւ գնելու հարցում են հետաքրքրված։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումներ կան, ցանկերը դեռևս ուսումնասիրվում են։ Ինչ վերաբերում է ադրբեջանական բենզինին, Փաշինյանն ասել է, առաջին խմբականակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում է եղել, մի շարք ընկերություններ հրաժարվել են վաճառել այն։ Դեկտեմբերին Հայաստան ներկրվեց ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբականակը 22 վագոն, այսօր արդեն մեր երկիր է ուղևորվել մի քանի հազար տոննա ադրբեջանական վառելիքի նոր խմբականակ։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ ամենայն հայոց կաթողիկոսը հեռանալու մտադրություն չունի, հայտարարել է, պատրաստվում են այնպես անել, որ նա փոխի մտադրությունը։ Փաշինյանը հավելել է 2018 թվականին Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նա ասել է, թե կաթողիկոսի հեռացումն անցնցում են կազմակերպելու քրիստոնեական հանդուրժողականությամբ ու սիրով տոգորված։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր դատարանում կրկին պնդել է պատմաբան Նժդե Հովսեփյանն ու Հայաստանի կրթության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը։ Դասագրքի այդ հատվածի հեղինակ Նժդե Հովսեփյանն իր հերթին պնդում է, իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկատվական շտաբը, որը 2023 թվականի սեպտեմբերին հրապարակել է Շահրամանյանի հրամանագիրը։ Երևանի քաղաքացիական դատարանն այսօր ավարտել է հայցի քննությունն, վճիռը կհրապարակվի 15 աշխատանքային օր հետո գրավոր ընթացակարգով։ Պաշտպանության նախարարության պաշտոնյան 2024 թվականի շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն է կատարել, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Վարույթն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Հանցավոր արարքի մեջ մեղադրվող անձը պաշտպանության նախարարության 2 զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոն է զբաղեցրել։ Ջերմատեսիլ սարքերը հայտնաբերելու եւ պաշտպանության նախարարությանը վերադարձնելու նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին հորդորում է կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել հակակոռուպցիոն կոմիտե։ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի 2 պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրերը, զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդական ուժերի դիրքերին։ Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1 տասնյակ մարդ, հազարավորները լքել են տները։ Սիրիայի նոր իշխանությունները ինքնավարության ձգտող քրդերից պահանջում են վայր դնել զենքն ու ինտեգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր են ստորագրել անցած տարվա մարտին, բայց այն իրականություն չի դարձել։ Թուրքիայի մի շարք նահանգներում փոթորիկ է մոլեգնում սաստիկ քամու հետևանքով Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվել, Բուրսայում շենքերի տանիքներ են պոկվել։ Ստամբուլի իշխանությունները հայտարարել են, որ այսօր հնարավոր են տրանսպորտի աշխատանքի խափանումներ, փոթորկի պատճառով չեղարկվել են մի շարք լաստանավային ուղերձեր։ Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին փոթորկի ու հորդառատ անձրևների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե որքան ժամանակ Միացյալ Նահանգները կպահպանի Վենեսուելայի նկատմամբ վերահսկողությունը։ Հարցին դա կլինի 3-6 ամիս, 1 տարի թե ավելի երկար, Թրամփը պատասխանել է, ես կասեի շատ ավելի երկար։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, այն կվերականգնեն շատ շահավետ ձևով օգտագործելով նավթը, իջեցնելով նավթի գները եւ Վենեսուելային փող տալով, որի կարիքը նրանք շատ ունեն։ Երեքշաբթի Թրամփը հրապարակել էր Վենեսուելայում Միացյալ Նահանգների շրջափակման տակ մնացած մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման եւ վաճառքի ծրագիրը։